Հարգելի գործընկերներ, առիթից օգտվելով ասեմ, որ քանի որ նաև ադապտացիայի մասին շատ խոսեցինք, մեր անշարժ գույքի շուկան ադապտացիայի շատ տիպիկ օրինակ է ցույց տալիս։ Հիշում եք, որ եկամտային հարկի վերադարձի հետ կապված ծրագիրը 2026 թվականի հունվարի 1-ից Երևանում դադարեցվեց եւ դրա հետ կապված կային որոշ մտահոգություններ եւ մտավախություններ, բայց մենք տեսնում ենք, որ 2026 թվականին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, ինչը շատ կարևոր է եւ շատ ուրախալի փաստ է, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է տրենդային, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաեւ բազմաթիվ օտար երկրյա քաղաքացիներ, հիմնական մասը իհարկե Սփյուռքի մեր ներկայացուցիչները բնակարաններ անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանի Հանրապետությունում, դա իհարկե կապված է միջազգային տրենդների հետ, բայց նաև կապված է նրանից, որ Հայաստանի գրավիտացիոն ուժը աճում է եւ սա շատ կարեւոր նորություն է եւ պարոն Թովմասյան, մենք պետք է նաեւ ոլորտում կարողանանք կատարենք այնպիսի բարեփոխումներ, որ այս դինամիկան ոչ միայն չվնասենք, այլև ընդհակառակը ավելի ակտիվացնենք, պարոն Գրիգորյան, մասնավորապես թվայնացման ոլորտում էլ մենք այդտեղ անելիքներ ունենք, որպեսզի անշարժ գույքի շուկայի հետ կապված գործարքները հնարավորինս հեշտացնենք, բայց մյուս կողմից նաև այդ գործարքների վստահելիության մակարդակը չնվազեցնենք, այլ ընդհակառակը ավելի բարձրացնենք։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։